Այժմ տեսնենք ինչ է սպասվում առյուծներին։ Հաջորդ շաբաթ օգոստոսի, եթե չեմ սխալվում, 9-ից 15-ը։ Տեսնենք ինչ է սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական կյանք, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս լրացուցիչ մեկ կարտ բոլոր առյուծների համար։ Տարիքով եք, երիտասարդ եք, միայնակ եք, զույգ եք, նշանակություն չունի։ Եվս մի կարտ որպես խորհուրդ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ գերանդի հարգելի առյուծներ, ինչ որ կտրուկ փոփոխություն կարող է լինել ձեր կյանքում։ Ինչ հարցում, չգիտեմ, կարող եմ նայել մյուս կարտերը կերևա իրականում որտեղ անձնական հարցերում, ֆինանսներում, աշխատանքում, բայց տեսնում եմ շատ կտրուկ որոշում եք կայացնում կամ ինչ որ կտրուկ հարց է լուծվում ձեզ համար, սա կարող է լինել նաև վիրահատություն, ընդ որում կարող է լինել պլաստիկ վիրահատություն, ուզում եք գեղեցկանալ, կարող է լինել։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, դուք ել խնդրում եմ բացասական մի ընդունեք, մյուս կարտերը տեսնենք, նայենք կտեսնենք, բայց միայնակների համար տեսնում եմ աշխուժություն, բավականին աշխուժ, ինչ որ մեկ է գալիս ձեր կյանք, ինչ որ լուր է բերում ձեզ, բայց կարող է ինչ որ նոր մարդ գալ, որ իրականում կարող է շատ ընկերական, լավ սկսեք, միգուցե կարող է սա լինել ինչ որ մեկին հանդիպում եք ինչ որ վայրում, որտեղ ավելի ակտիվ աշխուժ եք, այսինքն ջիմում, սպորտով եք զբաղվում ինչ որտեղ եւ հանդիպում եք ինչ որ մեկին պատահաբար, իսկ հետո դա կարող է տանել նաեւ հասցնել, չգիտեմ, ձեր զույգի ստեղծմանը, տեսնենք։ Կարող է ինչ որ մեկը ձեզ հավանում է, ձեզ լուր են բերում, որ կա ինչ որ մեկը, որ ձեզ հավանում է, դուք միգուցե եւ չգիտեիք։ Եվ դա կտրուկ կարող է փոխել ձեր կարգավիճակը։ Այ կտրուկ, որ ասում է, ինչ որ բան կարող է փոխվել ձեր կյանքում հաջորդ շաբաթ։ Երևի մի բան, որ դուք չէիք էլ սպասում։ Հարգելի առյուծներ։ Տեսնում եք, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, աչքերիդ առաջ խառնում եմ, կարտերը հանում եմ, հարգելիներս, տեսնում եմ հատկապես առյուծներ, որոնք վաղուց էին միայնակ, վաղուց մենակ էին, հարաբերությունները չեն շարժվում, ինչ որ նոր հետաքրքիր նորություն է սպասում ձեզ, եւ ծառը տեսնում եմ առաջ խաղացում, ձեր կյանքում ինչ որ մի նորություն լինելու է, հարգելիներս, թե լուր է գալ եմ ասում, կամ լուր է գալիս, կամ մարդն է գալիս, կամ մարդ, որի հետ եմ ասում, միգուցե սպորտով եք զբաղվում իրար հետ, պարզապես զբաղվում եք ինչ որ որտեվ ակտիվություն եմ տեսնում, երկուստ էլ ակտիվ եք, պարզապես դուք իրար հետ կարող եք շփվում եք, զրուցում եք, բայց սպորտով զբաղվում եք կամ ջիմ եք գնում, միասին էլ եմ ասում, պարզապես դուք իրար որպես զույգ երբեք չեք նայել, իսկ ես նայում եմ, որ կարող է ձեր հարաբերությունը նորովի, այ երեխան ինչ որ մի նոր սկիզբ է, նոր կարող է այսպես ծառի պես աճել, կամած զրույցները, թեթև զրույցները կարող են տանել եւ հասցնել սրտի տզի, հարգելիներս, կարող է նաեւ լինել այստեղ, չգիտեմ, ինչ որ առաջարկություն անել ձեզ, առաջարկության կարտ եմ տեսնում աղվեսով, այսինքն այսպես հանդիպում եք, զրուցում եք պատահաբար եւ ինչ որ մի նոր կամած հարաբերություններ կային ձեր մեջ, ինչ որ չգիտեմ, աշխատանքային, գործնական, ցանկացած, բայց մարդը հանկարծ կարող է ձեզ առաջարկել գնալ հանդիպել իր հետ եւ պարզվի, որ ինչ որ մեկը անտարբեր չէ ձեր նկատմամբ, իսկ դուք չգիտեիք, էլ եմ ասում, ինչ որ վայրում, որտեղ դուք միասին ինչ որ գործով եք զբաղված, դուք իրեն նայում եք որպես գոլեգա կամ թիմակից, հանած թե ինչ եք անում, բայց ինքը կարող է ձեզ իրականում առաջարկություն անել դուրս գալ շփվելու, որովհետև մարդը անտարբեր չէ ձեր նկատմամբ, եւ էլ եմ ասում, կտրուկ կարող է ձեր կարգավիճակը փոխվել, հարգելի առյուծներ։ Ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ տուն, ուզում եք տուն գնել, ուզում եք տուն վաճառել, տեսնենք ինչ կարող են հուշել կարտերը։ Զույգերի հետ տունը ինչ է նշանակում։ Միգուցե զույգերն ուզում են նոր տուն տեղափոխվել, վարձով ապրել, այդպես էլ կարող է լինել։ Ամեն դեպքում ինչ որ հարց են զույգերը լուծում տան հետ կապված։ Շատ կարտեր դուրս եկան։
Ինչեր եմ տեսնում։ Հարգելի առույցներ, նախ եւ առաջ կարող եմ ասել, եթե ամեն կարտը հատ-հատ չասեմ, շատ կտրուկ, ինչ որ հետաքրքիր, ինչ որ փոփոխություն, նորություն է լինելու ձեր ընտանիքում, որ այսպես ուրախանալու եք։ Եվ ճակատագրական, ինչ որ փոփոխություն, շատ դրական փոփոխություն է լինում ձեր տանը, ձեր ընտանիքում։ Եվ ծառ եմ տեսնում, եւ արև եմ տեսնում, եւ ճակատագրով եմ տեսնում, երեխա եմ տեսնում, ես չգիտեմ, եթե երեխա եք ուզում ունենալ, կամ միգուցե տղա երեխա չէիք ունենում, խնդիր էր, ես տեսնում եմ իրականում բավականին հետաքրքիր ճակատագրական կարտեր, այսինքն ես շատ լավ եմ տեսնում ի վերջո, կարող է, այսինքն ոչ թե երեխա չէիք ունենում, այլ կոնկրետ միգուցե տղա երեխա եք ուզում եւ կարող է տղա երեխա ունենալ, ես տեսնում եմ փոփոխություն, ինչ-որ փոփոխություն է լինում ձեր տանը։ Ինչ որ նորություն, փոփոխություն պետք է լիներ, բայց իրականում չէր լինում, կանգնել էր։ Ինչ որ մի բան պետք է փոխվեր ձեր ընտանիքում, ինչ որ դրական բան պետք է լիներ, բայց կարծես չի լինում։ Դրա համար եմ ասում, այնտեսակ տղամարդ եմ տեսնում, որ մեն տխուր է, տղամարդը երեխա չունենալուց այդքան տխուր չի լինում, ինչքան տղա երեխա չունենալուց։ Տեսնում, տղամարդ եմ տեսնում եմ տղա, տեսնում եմ խոչընդոտ կար, ծառը մեծանում է, ճակատագրով, տեսել, էսել արև, էլ եմ ասում, հարգելիներ, եթե տղա երեխայի հարց է, տղա երեխա, որտեվ եթե երեխա ուղակի չունենալու հարց լիներ, ինձ թվում է ես մայր կտեսնեի, ես քեզ մայր չեմ տեսնում, որը երեխա չունի, ես տեսնում եմ տղամարդ, որը տղա երեխա է ուզում, չեր ունենում, իսկ ես տեսնում եմ շատ լավ, միգուցե պարզվի ձեր կինը հղի է, շուտով ես ոչ մի մասնագետ, բժիշկ, ոչ մի բան չեմ տեսնում, հարգելիներ, ես ուղղակի տեսնում եմ շատ կտոր, շատ պատահաբար, միգուցե արդեն չեք էլ սպասում, պարզում է շարունակում է ձեր ընտանիքը մեծանում է, ճակատագրով էսպես, շատ մեծ ուրախություն, էլ եմ ասում, եթե լինի հղիություն, հենց տղա երեխա էլ կլինի եւ շատ կուրախանաք, աստվածա այդպես էլ լինի։ Իսկ եթե երեխա ունենալուց անցնենք առաջ, տեսենք էլ ուրիշ ինչ կարող եմ տեսնել, ամեն դեպքում էլ եմ ասում, ինչ որ հարց ձեր ընտանիքում պետք է լուծվեր։ Ինչ որ հարց պետք է լուծվեր, որ չէր լուծվում։ Բավականին հաջող եմ տեսնում, հարգելիներս, ես տեսնում եմ այստեղ տղամարդը ինչ-որ մի տոր տարբերակ կգտնի հարցը լուծելու։ Տղամարդը, բայց ամեն դեպքում տղամարդու հետ է կապված, նոր տարբերակ, իրականում ընտանիքի հետ է կապված, շատ լավ, հարցը կլուծվի, հարգելիներս, ինչ հարց էլ ուզում է լինի, ես տեսնում եմ, որ տան տղամարդը, երիտասարդ կարող է լինել տղամարդը, ոչ տարիքով շատ մեծ, միևնույն է, ինքը հարցը կլուծի։ Օրինակ, եթե նույնիսկ ընտանիքը մեծանում է, երեխա է ավելանում, եւ դուք ուզում եք տնից դուրս գալ, նոր տուն եք ուզում գնել, ֆինանսական հարց կար, չեք կարողանում լուծել, կամ ուզում եք վարձով տուն, ավելի մեծ տուն տեղափոխվել, որտեղ երեխա է ավելանում ընտանիքում, ես տեսնում եմ իրականում կգտնեք եւ շատ էլ հեշտ կլինի, շատ լավ էլ կլուծվի ձեր հարցը, էլ եմ ուզում ասել, տղամարդը կկարողանա տան հարցը, եթե բերել եմ ասում, երեխա է, երեխա է ծնվելու, ընտանիքը մեծանում է, ուզում եք նոր տուն տեղափոխվել, ես տեսնում եմ, որ կլուծեք, չէր լուծում, ինչ որ երկար ժամանակ հարցը կանգնել էր, բայց իրականում կկարողանաք հարցը լուծել։ Շատ լավ եմ տեսնում, ընտանիքի հետ տան հետ կապված ինչ հարցեր էլ որ ունեիք, լուրը կգա, ամեն դեպքում մի շաբաթ լուրը կգա, հարցը հենց կարող է մի շաբաթ չլուծվել, բայց ինչ որ բան կպարզվի ձեզ համար։ Շատ կտրուկ էլի եմ ասում, շատ այսպես արագ տեղի կունենա եւ շատ կուրախանաք, ինչ էլ որ լինում է ձեր հարցերում շատ դրական կլինի։ Լուսին եմ տեսնում աշխատանքի հետ կապված։ Լուսինը նշանակում է ինչ-որ անհանգստություններ։ Այ կտրուկ հանկարծ կարող է ինչ-որ լուր լսեք աշխատանքի վայրում, ես չգիտեմ, հանկարծ կարող է դա ձեզ դուր չգալ, դա ձեզ կարող է անհանգստացնել մի փոքր։ Ամեն դեպքում տեսնում եմ աշխատանքի վայրում մի քիչ ավելի անհանգիստ եք։ Ինչ-որ բան է պարզվում, ինչ-որ մի լուր է ջրի երես դուրս գալիս։ Միգուցե խոսակցություններ եք լսում եւ մի քիչ անսպասելի է ձեզ համար։ Տեսնենք, ես չեմ կարող ասել իրականում վատ կլինի թե լավ կլինի, բացապես տեսնում ձեր անհանգստությունները, որովհետև ինչ որ լսում եք շատ այսպես պատահաբար կտրուկ շատ անսպասելի է լինում ձեզ համար։ Դուք դե առյուծներին հատուկ է, չէ, այսպես վախենալ, անհանգստանալ, կասկածամիտ, վատը մտածել, հետեսեք ինչ հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Կարող է ձեզ իրականում լինի հանդիպում ձեզ համար ինչ որ մեկի հետ եւ ձեզ իրականում առաջ խաղացում է սպասում։ Ես չէ, շատ լավ եմ տեսնում, եթե աշխատանք չունեիք, աշխատանք էիք փնտրում, այսպես անհանգստացած եք, տեսեք, սիրտ, բոլորը սիրտ եմ տեսնում, հարգելիներս։ Չէ, շատ հատ, ինչ էլ որ դուք կասկածներ, վախեր, անհանգստություն ունեիք, եթե միգուցե ձեզ աշխատանքի պիկան չէին կաչում, միգուցե առաջ խաղացում խոստացել էին չէին տալիս, շատ լավ եմ տեսնում, շատ դրական։ Ինչ սպասում եք աշխատանքում, անգամ չեք էլ սպասում, շատ կտրուկ էլ եմ ասում, կարող է ձեզ առաջ խաղացում առաջարկեն, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր բաժն, ինչը ձեր սրտով է լինելու շատ ուրախ կլինեք։ Դրանից կարող է ձեր ֆինանսներն էլ ավելանալ եւ միջավայրը շատ լավ մարդկանց հետ կաշխատեք, շատ դրական։
Եթե ձեր բիզնեսն է, ձեր ինչ գործ եք անում, կարող է հաճախորդները հանկարծ այսպես կտրուկ, բավականին մարդիկ ավելանան, շատ մարդ այսպես, ու դուք էլ չեք սպասում այսքան արագ արձագանք ձեր գործին, հա, ինչ էլ անում եք, եթե on-line ինչ-որ գործ ունեք, եւ շատ արագ ձեր գործերը առաջ կգնան։ Շատ հաջող եմ տեսնում աշխատանքի հարցերը, անկախ ձեր վախերից ու կասկածներից, իրականում շատ հաջող եմ տեսնում։ Սա է ձեր ֆինանսները, էլի սիրտ։ Տեսնում եմ 6 ձեր նպատակներին, ցանկություններին կհասնեք, հարգելիներս։ Ֆինանսական հարցերում էլ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, հարգելիներս, տեսնում եք, տեսնում եմ խաչ, տեսնում եմ այստեղ մարդ մասնագետ կարող է լինել կամ ինչ-որ մեկը ձեզ խորհուրդ է տալիս օգնում է, սա էլ ծառը առաջ խաղացում, սկսում ենք 6-ից գնում ենք 7-ին։ Այսինքն սա նշանակում է, որ դուք անձամբ ոչինչ պետք է չունեք անելու, այսինքն ձեզից կախված է, չէ, որ ֆինանսները դուք կարող եք ավելացնել, ոչ, պարզապես ձեր ֆինանսները կավելանան, ձեզ կհայտնեն, կիմանաք, այ աշխատանքից կարող է լինել, գիտեք, ինչ որ գործերն էին լավ լինում, ես չգիտեմ, եթե հանկարծակի հաճախորդներ են ավելանում, եթե on-line ինչ որ չգիտեմ, ֆրիլանս եք անում, գործերն են ավելանում, դրա հետ ֆինանսներն են, այ աշխատանքի հետ կապված, որտեղ սա նաև 6-ը կարող է աշխատանքի հետ կապված լինել, ձեր գործերը այսպես հանկարծ միանգամից շատ դրական ուղղությամբ կգնան, ճանապարհը բաց է, մարդիկ էլ կան, որ ձեզ շատ լավ են արձագանքում, կարող է նաև օգնում են, խորհուրդ են տալիս, սա էլ ֆինանսները աճում են։ Եվ շատ անսպասելի, այս կտրուկը իրականում շատ անսպասելի էր ձեզ համար, փոփոխություններ եմ տեսնում դրական բոլորը հարգելիներս եւ այդ շատ անսպասելի ձեզ համար շատ հաջող շաբաթ է, եկեք բոլոր կարտերը դնեմ իրար կողմ, տեսնում եք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Բոլորն էլ սրտեր են, բոլորը։ Եթե ես չեմ ասում, դուք կարտ նայել չգիտեք, կարտերի նայում եք, արդեն շատ գեղեցիկ շաբաթ է սպասում ձեզ։ Սա էլ ընդհանուր խորհուրդ է բոլոր առյուծներին։ Տեսնում եմ ձկներ։ Ձկները կարող են նշանակել ֆինանսներ։ Այ ասում եմ, ճանապարհը բաց է, շատ հաջող շաբաթ է սպասում ձեզ հարգելի առույցներ ֆինանսական առումով։ Եթե ձեր ծնունդներն են, կարող է պարզապես լավ նվերներ ստանալ, կարող է նաև ֆինանսական, այսինքն գումարի տարբերակով կարող եք ստանալ նաև անինչ է ֆինանսներ, այսինքն նկատի ունեմ նվերը կարող է լինել փողի ձևով, ինչու մարդիկ կարող է ձեզ գումար տան, որպես նվեր։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում նվերներ կստանաք, ֆինանսները կավելանան, բավականին հաջող շաբաթ կլինի։ Միակ խորհուրդը, եթե կարող եմ տալ, եթե ինչ որ հարցում դուք նույն բանը անընդհատ անում եք նույն ձևով եւ չի ստացվում, որտեղ այսպես ընկել եք մի տեսակ շրջանի մեջ, պարզապես փորձեք տարբեր ձևով մոտենալ հարցին։ Նույն բանը մի քանի անգամ եթե անում եք չի ստացվում, ուրեմն դուք ինչ-որ բան սխալ եք անում, փորձեք ուղղել։ Միակ դա կարող եմ ասել, ոչ մի ուրիշ բացասական բան չեմ կարող ասել, որտեղ այնքան գեղեցիկ կարտեր էի տեսնում։ Ամեն դեպքում ձեզ համար շատ հետաքրքիր գեղեցիկ շաբաթ է լինելու եւ ֆինանսներ եւ նվերներ կստանաք։ Բավականին ուշադրության կենտրոնում կլինեք, ինչ առույցները շատ են սիրում, շատ գեղեցիկ շաբաթ կլինի ձեզ համար հարգելի առույցներ բոլոր առումներով։ Ինչն էլ ես ձեզ սրտան ցանկանում եմ, հաջող շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կույսերին հաջորդ շաբաթ, օգոստոսի 9-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, զույգերի համար անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ կհանեմ հարգելիներս որպես խորհուրդ բոլոր կույսերի համար, միայնակ, տարիքով, երիտասարդ, նշանակություն չունի։ Ընդհանուր տրամադրությունը հարգելի կույսեր տեսնում եմ լուսին։ Մի քիչ տխուր եք, կասկածամիտ եք, անհանգիստ եք, լարված եք, բայց սա ձեր զգացողությունն է, իրականում չի նշանակում, որ իրականում առիթ կա։ Պարզապես դուք մի քիչ անհանգիստ եք, ինչ որ անհանգստություն բան է ձեզ անհանգստացնում։ Կասկածամիտ եք, ինչի հետ է կապված, կդժվարանամ ասել, կարտերը նայեն կտեսնենք, բայց բավականին բնորոշ է որոշ կույսերի։ Միայնակների համար տեսնում եմ օձ, օձը կարող է լինել ընկերուհի, ինչ-որ մեկը գալիս է, բամբասում է, խոսում է, փորփրում է, ձեր անձնական կյանքում փորձում է քիթը խոթել,
Կամ կարող է շատ իմաստուն կին է, ձեզ ուզում է խորհուրդ տալ։ Տեսնենք, որ տարբերակն է, ով է այս կինը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կույսեր, բավականին հետաքրքիր, չկամ փորձում քիչ կարդանել, չի ստացվում։ Ոչ, ներողություն։ Ինչեր եմ այստեղ տեսնում։ Տեսնում ինչ-որ մի երիտասարդ կա, որ ձեզ հավանում է հարգելի կույս աղջիկներից, դուք ինչ որ չեք հավանում իրեն, այս միգուցե ինչ որ ընկերուհիների հետ էլ նստում եք, զրուցում եք, չեք հավանում, ինչ որ մեկը միգուցե գալիս է, ասում է, երիտասարդը ձեզ հավանում է, ես տեսնում եմ առնետը, դուք մերժում եք իրեն, դուք իրեն չեք ուզում։ Սկզբում խոսում աղջիկների մասին, հետո կանդրադառնամ նաև երիտասարդ տղա կույսերի հարգելիներս, առայժմ խոսենք աղջիկ կույսերի մասին։ Չեք հավանում, ձեզ էլի գալիս են ինչ-որ բաներ են ասում երիտասարդի մասին, ես չգիտեմ, փորձում եք պարզել, բայց չեք հավանում տղային, միևնույն է, ես տեսնում եմ կոնֆլիկտային, այսինքն նորից էլի ինչ-որ լուր եք լսում, էլի ինչ-որ բան եք իմանում իր մասին, բայց նորից էլի չեք ուզում իր հետ հանդիպել։ Ես տեսնում եմ տղեն էլի անդադ չի հրաժարվում, անդադ ինչ-որ մեկի միջոցով լուր է ուղարկում, անդադ ուզում է ինչ-որ հարց լուծել, մարդկանց է մեջտեղ գցում, բայց դուք միևնույն է չեք ուզում, ճանապարհը փակ է, ես տեսնում եմ աղջիկն ուղղակի չի ուզում երիտասարդի հետ շփվել։ Տեսնում եմ այստեղ երկու աղջիկ, միգուցե աղջիկը ընկերուհու հետ միգուցե ընդհանուր ծանոթ ունեն, պետք է որոշում կայացնի, ընկերուհին միգուցե խորհուրդ է տալիս գնալ, գիտեք, ես այսպես կարող եմ ասել, ես չգիտեմ ձեր ընկերուհին ինչ խորհուրդ է ուզում տալ, տեսնում եմ արագիլ, տեսնում եմ ճանապարհ, տեսնում եմ փոփոխության կարտը, տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ այգի։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ ձեզնից է կախված, դուք ինչ-որ որոշում պետք է կայացնեք, շատ փոփոխական եք, մեկ ուզում եք, մեկ չեք ուզում, բայց ես տեսնում եմ, որ փոփոխություն հնարավոր է, եթե դուք ուղղակի գնաք դուրս գաք եւ փորձեք շփվել։ Ես տեսնում եմ առայժմ չեք ուզում, բայց իրականում երիտասարդը լավն է, ձեր նկատմամբ անտարբեր չի իրականում, գիտեք, ես տեսնում եմ, որ դուք առայժմ չեք ուզում։ Տեսնեմ կգնաք, թե չեք գնայի վերջո։ Հետաքրքիր է։ Սիրում են ձեզ, հարգելի աղջիկներ, ուղղակի երիտասարդը ձեզ սիրում է, բայց դուք չեք սիրում, իսկ կարտերը հուշում են, գիտեք, եթե չեն սիրում, դուք չեք ուզում, ինչու պետք է կարտերը ցույց տային։ Ես սկզբում էլ տեսնում էի սեր, ես վերջում էլ եմ տեսնում սեր։ Այսինքն նկատի ունեմ, որ միգուցե այս տղայի հետ պետք է դուրս գալ, հնարավորություն տալ, դուք մենակ եք։ Այս մի անգամ էլ եմ տեսել կույսերի համար, բավականին չմահավան, այս տղային չեն հավանում այս պատճառով, այն տղային չեն հավանում այն պատճառով, համ էլ մենակ են, համ էլ լուսնով կասկածամիտ նստած եք տունը, նեղվում եք, ինչու եք մենակ։ Դե բոլորը չեն կարող այսքան վատը լինել, միգուցե դուք եք բոլորին անուն կպցնում, հարգելիներս, պետք է դուրս գաք, շփվեք երևի թե, այ կարտերն են հուշում։ Կարտերը հուշում են բանալին, որ դուք իրականում մարդու արտաքինը հավանելով մենակ չէ, փոփոխություն ձեր կյանքում հարգելի աղջիկներ, տեսեք, ճանապարհը փակ է, որովհետև ոչ մեկի չեք հավանում, բայց անգամ հետները չեք էլ շփվում առանձնապես։ Կարտերը հուշում են, միգուցե մի անգամ դուրս գալով չկարողանաք մարդուն ճանաչել։ Պետք է շատ տնից դուրս գալ, պետք է շփվել, այդ ճանապարհի մեջտեղում է մի անգամ մեկի հետ 5 րոպե զրուցում եք, չեք հավանում։ Փոփոխություն ձեր կյանքում հնարավոր է, միայն բանալին տեսնում եմ շփումների դուրս գալու ժամադրությունների մեջ է, պետք է շատ շփվել եւ իրականում ձեր կյանք սեր կգա, այսինքն գտնեք ճիշտ տղամարդու։ Եթե մեկի հետ խոսում եք երկու բառ կամ տեքստը գրես, դուք չհավանեցիք, ճանապարհը փակում եք իրենց առաջ, դրա համար էլ մենակ եք մնացել։ Պարզապես մենակ եք մնացել, բայց իրականում ես տեսնում եմ, որ դուք եք անում ինչ որ անում եք, ոչ թե չեն կարող բոլոր երիտասարդները վատը լինել։ Ես չեմ տեսնում այդպես, ես տեսնում եմ, որ դուք եք ուղղակի շատ դժվար եք ընտրում, բայց համ էլ ուզում եք մենակ չլինել։ Տարբերակներ կան։ Ես տեսնում եմ գոնե մեկը հաստատ կա, որ դուք իսկապես կհավանեք, այ վերջում տեսնում եմ, որ մեկին էլի կհավանեք։ Գիտեք, եթե հնարավոր է, որ ինչ-որ մեկը եղել է հիասթափվել եք, մեկից հեռացել եք, դրա համար եք հիմա շատ կասկածամիտ եք, բոլոր տղամարդկանց նկատմամբ լարված եք, չէ տղամարդիկ վատն են, ստախոս են, դավաճան են, չի կարող այդպես լինել։
Հասկանում եք, այդպես չի լինում։ Դուք որտեվ տղամարդկանց ճանապարհը փակելով, դուք նաև ձեր երջանկության ճանապարհն եք փակում, հարգելիներս։ Չի կարող, բոլոր տղամարդիկ չեն կարող։ Ինչու՞ ինչ կա, որ դավաճանում է, կանայք էլ կան դավաճանում են եւ ինչ։ Տղամարդը պետք է մտածի բոլոր կանայք դավաճան, այդպես չի լինում, մարդուց է կախված։ Սխալ մարդ պատահել է, անցել գնացել է, դուք ձեր միայնակության ճանապարհը եմ ասում, փակում եք, իրականում կարող եք բացել եւ ձեր կյանք կարող է գալ սեր։ Իսկ եթե նայեմ տղաների համար, ինչ եմ տեսնում տղաների համար։ Տղաների համար կարող եմ ասել տղաներն էլ երևի ինչ որ կարող եմ ասել տղաները ինչ որ լուր են լսում, ինչ որ բան են իմանում։ Ես աղջիկ չեմ տեսնում, որ ասեմ աղջկանից, բայց տղաները տեսնում եմ ուղղակի փորձել են, մի 1-2 անգամ երևի մերժվել են, դրանից հետո փորձել են նորից չի ստացվում, շատ բարկանում են, ծանր են տանում, կարող եմ ասել տղաներին էլ մի քանի անգամ գոնե մերժել են այս երիտասարդին, փորձել է, սկսել է, չի ստացվում, անդադ ճանապարհը փակ է։ Աղջիկը երևի չգիտեմ, աղջիկները սխալ աղջիկներ են, այ օծով կարող եմ ասել սխալ աղջիկներ են ձեզ պատահել, հարգելի երիտասարդներ, նույնը կարող եմ ասել ձեզ։ Գիտեք, էլի շփման մեջ է հարցը, պարզապես դες պետք է ճիշտ աղջիկ։ Ես ասում գոնե 2 աղջիկ կա, որից մեկին պետք է կարողանաք ընտրել։ Ուղղակի պետք է դուրս գաք, շփվեք, դուք էլ աշխատեք տղաներ, այդպես մի անգամ, 1-2 անգամ մերժվել եք, դրանից չանհանգստանաք, որ էլ երբեք չի լինելու ձեր մեջ, կամ աղջիկները այսպիսին են, այնպիսին են, դուք ինքներդ երիտասարդներ կարող եմ ասել, կույսը տևադեպքում ինքը իր ճանապարհը փակում է կասկածամիտ լինելով եւ չվստահելով։ Ես էլ եմ ասում, երևի թե ձեզ ինչ-որ մեկ առիթ տվել է, որ չեք վստահում, այնպես չի որ դուք եք կասկածամիտ, ինչ որ փորձ ունեք երևի, ինչ որ անհաջող մեկի հետ, աղջիկ տղա նշանակություն չունի։ Ես տեսնում եմ դուք ինքներդ եք ճանապարհը փակում դրանով, բայց կարող է ճանապարհը բացվել, հարգելիներս, դուք կարող եք սեր գտնել, պետք է դուրս գալ, ժամադրվել, շարունակել եւ տալ շանս։ Եվ գոնե 2 աղջիկ կա, որոնց միջից կարող եք ընտրել, հարգելի երիտասարդներ։ Ես հասկանում եմ, եթե սխալ աղջիկներ են ձեզ հանդիպել, հիմա կասկածամիտ եք, բայց իրականում դե պետք է փորձեք այնքան, մինչև մեկին հանդիպեք, հարգելիներս, կյանքն է այդպեսին։ Ամպեր եմ տեսնում կուտակված նաև զույգ կույսերի մեջ, կասկածամիտ են, անհանգստություններ կան, չի ստացվում, ինչի մասին է խոսքը տեսնենք, զույգերն էլ են, անհանգիստ կույսերը, ոյ, ներողություն կարտերը թափեցի վերցնեմ, տեսնենք ինչու են անհանգիստ զույգերը, ինչ է պատահել կույսերին, զույգերը կարող են լինել ամուսնացած, կարող են լինել չամուսնացած, բավականին բարդ խնդիրներ եմ տեսնում այստեղ զույգերի մեջ, հարգելիներս, կարող են լինել, էլ եմ ասում, ամուսնացած, կարող են լինել չամուսնացած, ես այստեղ տեսնում եմ ծառ իրականում, ինչը նշանակում է, որ կարող են նաև լինել ընտանիք։ Ես տեսնում եմ երիտասարդ, սիրտը խոցված, որովհետև աղջիկը իրենից հեռացել է։ Տեսնում եմ երիտասարդ, որը զգացմունքներ ունի, բայց էլ եմ ասում, աղջիկը, տեսնում եմ կորուստ, աղջիկը հեռանում է, մյուս կողմ թողնում է երիտասարդին եւ հեռանում է, վիճել են իրար, ինչ որ լուր է հասել, որ աղջկան շատ բարկացել է, ինչ որ բան է, գաղտնիք է բացվել, ինչ որ մի բան է աղջիկը իմացել երիտասարդի մասին, հեռացել է, երիտասարդն է տխուր նստած է։ Ասում է գնամ եռի, արի սիրեմ, սխալ բաներ է կարել հարգելիներս։ Աղջիկ ինչ որ բան իմացել է, հեռացել է, կապ չունի, ճանապարհը փակ է, չեն կարողանում իրարից շփվել։ Միգուցե աղջիկը տանն է, տնից դուրս չի գալիս, որոշ ժամանակ տնից միգուցե դուրս չի եկել, դրանից հետո կարող է նաև աղջիկը հեռացել, ինչ որ ճանապարհ է գնացել, միգուցե նույնիսկ հանգստանալու կամ չգիտեմ, փորձում է հեռու է մնում, ամեն դեպքում աղջիկը տանն էլ, շատ անգամ սկզբում եւի տուն է եղել, հետո տնից էլ է դուրս գալիս, չի ուզում հետը շփվել։ Ես տեսնում եմ այստեղ ինչ որ փոփոխության կարտա, առաջարկության, ես տեսնում եմ որ տղամարդը ուզում է ճիշտ ասած ինչ որ բան փոխել։ Ուզում է կնոջը նորից հրավիրել ժամադրության, փորձել բացատրվել, խոսել, ծառով տեսնում եմ որ եթե ամուսնալուծության հարց է, ես առայժմ չեմ տեսնում ամուսնալուծված են, բայց տեսնում եմ, որ տղամարդն իրականում ուզում է առաջարկում է եւ ուզում է հարցը իրականում ժամադրվում է, ուզում է հարցը իրականում լուծել։ Տեսնենք։ Տեսնենք կարտերը ցույց կտան, ինչ է լինում։ Հանդիպում են, չեն հանդիպում։
Ես ճիշտ ասած չեմ տեսնում, որ հարց առանձնապես առայժմ լուծում է հարգելին, որտեղ շատ նմանատիպ կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է եղել, հաջողության կարտ եմ տեսնում, այսինքն շատ հաջող զույգ եք եղել, շատ հաջող։ Հետո տեսնում եմ օձ, հետո տեսնում եմ սարերը, տեսնում եմ արջը, խարիսխը, խաչը, աշտարակը, չէ, շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Տղամարդը լուրի է սպասում, լուրը չի գալ, տեսնում եմ տղամարդ, չէ, տղամարդը ինչ-որ սխալ բան է արել, կինը հեռացել է իրենից։ Նորից եմ տեսնում ամպեր են կուտակված, փորձում եք ձեր ընկերների, ծանոթների միջոցով աղջկան ժամադրության կանչել։ Գիտեք, հարգելիներս, ես ճիշտ ասած չեմ կարող ասել ինչ որ հաջողության հասնում եք, կախված է նրանից թե ինչ եք արել։ Կարտերը միգուցե հուշում են աղջիկը, նույնիսկ եթե տանը չի, տանը չեք բռնացնում, գնում եք աղջկա տուն միգուցե, բայց աղջիկը կարող է տնից դուրս է եկել, կամ միգուցե դուք ընտանիք եք պարզապես, ուզում եք վերադառնալ, կինը ձեր տուն գնացել է հորանց տուն, կարող է այդպես էլ լինել։ Գիտեք, ես տեսնում կարտերը հուշում են, որ եթե աղջիկը ձեզ մերժում է եւ չեք գնում եք տուն եւ չի ուզում ձեզ տեսնել, դա երիտասարդներ, միգուցե աղջկան հրավիրեք ինչ-որ միտեղ, տնից դուրս, ինչ-որ միտեղ հրավիրեք, փորձեք զրուցել, բացատրվել։ Ես որտեղ ժամադրության կարտ եմ տեսնում, պիտի փորձեք աղջկան սիրաշահել։ Ես չեմ տեսնում առայժմ, որ հարցը լուծում է, որտեղ բավականին բարդ վիճակ եմ տեսնում, բայց ես կատեգորիկ չեմ էլ կարող ասել, որ ոչինչ չի լինելու։ Վերջի կարտը ամեն դեպքում ծաղիկներն էր, եւ տեսնում եմ այստեղ ծառ ընտանիք է ամեն դեպքում։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, ինչ կարող եմ ասել, հարգելի տղամարդիկ, ավելի ճիշտ է սխալ բաներ չանել, քան հետո փորձել ուղղել, բայց ձեր կյանքն է, ձեր գործն է։ Կանչեք ժամադրության, տնից դուրս, որպեսզի կարողանաք զրուցել։ Աշխատանքի վայրում տեսնում եմ գործերը կանգնել են մի տեսակ, գործերը կանգնել են, տեսակ ֆինանսներն էլ են կանգնել, միգուցե նորություն չկա պարզապես, կամ եթե աշխատանք չունեք, վաղուց չունեք աշխատանք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կույսեր, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած։ Սկզբում շատ բարդ կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ դուք իրականում աշխատանք ունեցել եք եւ միայն ֆինանսների հարց է եղել, կամ ինչ-որ ֆինանսական հարց է եղել, որի պատճառով աշխատանքը կորցրել եք։ Չգիտեմ, աշխատավարձը դուրն չի եկել, քիչ է եղել, կարծել եք, որ շատ աշխատում եմ, քիչ գումար են տալիս, խոստացել են աշխատավարձ ավելացրել, չեն ավելացրել, ամեն դեպքում ես տեսնում եմ ինչ-որ կամ կասկածելի գործեր են եղել, գործը դուրն չի եկել, կամ պարզապես ինչ-որ ֆինանսի հարց է եղել, որ եղել է խնդիր, այսպես վիճում է, կոնֆլիկտ է առաջանում, ձեզ իրականում կարծես չեն ավելացնում, որտեղ ձեզ հետ համաձայնության չեն գալիս, եւ դուք երևի թե որոշում եք կայացնում եւ հեռանում եք աշխատանքից եւ իրականում բավականին ժամանակ է, որ աշխատանք չունեք։ Իսկ ես իրականում շատ հետաքրքիր փոփոխություններ եմ տեսնում ձեզ համար, հարգելիներս։ Սա տեսնում եմ ծանոթ մարդիկ, ծանոթ մտերիմ մարդիկ, որ կարող են ձեզ օգնել։ Ինչ որ փոփոխություն, նորություն, առաջատան կարող են ձեզ առաջարկել լավ մտերիմ մարդիկ եւ կարող են առաջարկել նաեւ, չգիտեմ, գործակալություն, որտեղ եք դիմում, ինչպես եք գործ գտնում։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ճակատագրական, ձեզնից ցանկաղ, անսպասելի, ձեզ առաջարկություն կարող են անել աշխատանք։ Ընդդուրում ձեր երկրից դուրս կարող է նաեւ լինել, գործուղման կարող են ուղարկել կամ դրսում աշխատանք կամ միգուցե ֆրիլանս օնլայն աշխատանք գտնեք, որը դրսի հետ է կապված, շատ հաջող իրականում ձեզ համար, շատ հաջող կլինի։ Ես տեսնում եմ, որ եթե դուք հատկապես դուք դուրս եք գալիս, գնում եք եւ օտար երկրում եք աշխատում, ինչ աշխատանք է լինի, ինչ փոփոխություն է լինի, ձեզ այսպես շատ անսպասելի է ձեզ համար լինում եւ կարող եմ ասել շատ հաջող հարգելներս։ Դժգոհ եք ձեր աշխատանքից, ուզում եք դուրս գալ, նույնիսկ եթե դեռ դուրս չեք եկել, ձեզ համար անսպասելի կարող են ձեզ ինչ որ տարբերակ առաջարկել, հա, եւ դուք իրականում կգնաք եւ շատ հաջող կլինի։ Եթե չեք որոշել, որոշեք եւ գնացեք, շատ հաջող կլինի ձեզ համար։ Ֆինանսներում տեսնում եմ մատանի, այսինքն ինչ որ համաձայնության եք գալիս ֆինանսների հետ կապված, ինչ որ մեկի հետ, ինչ որ հիմնարկի հետ, տեսնենք, ինչ որ ֆինանսական հարցեր եք լուծում, փաստաթղթեր են անհրաժեշտ, թղթեր եք ստորագրում, համաձայնության եք գալիս, վարկ եք վերցնում, չգիտեմ, ինչ եք անում, բայց ես տեսնում եմ, որ կարծես թե համաձայնությունը կնքվում է։ Եթե ինչ որ մեկը ձեզ պարտք է, կարող է պարտքն է վերադարձնում, այդպես վերջանում է, հա, этаպը։ Եթե դուք պետք է ինչ որ մեկին գումար վերադարձնեք, միգուցե դուք եք վերջացնում։
ձեր պարտքը, որտեղ ես մատանին հասկանում եմ շրջան, այսինքն շրջանը փակվում է, ինչ որ ֆինանսական հարց լուծվում է։ Այո, գիտեք, ես կարող եմ ասել, ֆինանսական հարց լուծվում է, անպայման լուծվում է, ընդ որում ես տեսնում եմ ֆինանսների երկու աղբյուր։ Եթե ինչ-որ խնդիր ունեցել եք ամբողջ կոնֆլիկտային կարտ, ասենք ինչ որ նպատակ ունեցել եք, բայց ինչ որ խնդիր խնդրեմ եղել է, բայց տեսնում եմ ճանապարհը բացվում է, ընդ որում ինչ որ մեկի առաջարկությամբ։ Գիտեք, ես կարող եմ ասել, ձեր ֆինանսական հարցերի լուծումը կարող է լինել, որտեղ ֆինանսի երկրորդ աղբյուր եք գտնում։ Բացի աշխատանքից, ձեզ ինչ որ մեկը առաջարկություն է անում ավելացնել ձեր ֆինանսները, ինչ որ մի նոր բան եք սովորում, նոր տարբերակ։ Կարող է լինել երկրորդ աշխատանք, կողքից էլի ինչ որ եկամուտ, ինչ որ մեկի բայց առաջարկությամբ, ինչ որ բան են ձեզ առաջարկում, եւ դուք էլ համաձայնության գալիս եք։ Շատ լավ եմ տեսնում, ճանապարհը բացում է, առաջարկություն անում է, երկու ֆինանս եմ տեսնում, երկու աղբյուր, սա ձեր աշխատավարձն է, սա էլ տեսնում եմ կողմնակի եկամուտ, որտեղից է գալիս ումից, ինչպես չեմ կարող ասել, բայց շատ հաջող է։ Եվ դուք կհամաձայնվեք, ձեզ առաջարկում են, եւ էլ եմ ասում, խաչով դուք համաձայնության գալիս եք, պետք է թղթեր ստորագրեք, ստորագրում եք, շատ լավ է, ֆինանսական հարցերում էլ խնդիր չեմ տեսնում։ Իսկ ընդհանուր բոլոր քույսերի համար, անկախ տարիքից զույգ եք, զույգ չեք, ինչ կարգավիճակում էլ լինեք, տեսնում եմ ձիավորը լուր է գալիս, ինչ որ մի փոփոխություն, եւ որպես կանոն դրական, շատ դրական փոփոխություն է գալիս ձեր կյանք, եւ ինչ որ բան կարող է ձեզ համար փոխվել դրական հաջորդ շաբաթ հարգելի քույսեր։ Տեսնում եք, այստեղ կասկածներ, անհանգստություններ, ինչ որ մի հարցի շուրջ անհանգիստ եք, իսկ իրականում տեսնում եմ լուր կգա։ Եթե լուրի եք սպասում չէր գալիս, լուրը կգա եւ շատ էլ արագ կգա եւ ամենայն հավանականությամբ դրական լուր կգա։ Կարող է մարդ գալ ձեր կյանք, եթե դուք մենակ եք, հիշում եք, ես միայնակների համար ասում եի, դուք ոչ մեկի չեք հավանում, աղջիկ թե տղա, կամ տղաներին մերժում էին աղջիկները, կարող է փոփոխություն լինել, աղջիկները բոլորին այսպես մերժում էին, որտեղ չէին հավանում, կասկածներ ունեին, անվստահություն ունեին, ինչ որ մի նոր մեկը կարող է գալ, որին կարող եք իրականում վստահել եւ շանս տալ հարգելի աղջիկներ։ Ամեն դեպքում աշխուժություն կլինի հաջորդ շաբաթ, դրական փոփոխություն կլինի, տեղաշարժ կլինի կյանքում։ Դուք կարող եք շատ ակտիվ լինել, կարտը նաև խորհուրդ է տալիս ակտիվ եղեք, դուրս եկեք, շփվեք, գնացեք հետաքրքիր վայրեր, բայց իրականում ինչ-որ դրական փոփոխություն կարող է տեղի ունենալ ձեր կյանքում հարգելներս, եւ հույսում եմ ձեր կասկածներն ու վախերն ու անհանգստությունները ցրվեն դրանից լուսնով։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում հարգելի կույսեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշարքներին հաջորդ շաբաթ օգոստոսի 9-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, երկու կարտ էր դուրս գալիս, զույգերի համար թող դուրս գա, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մի կարտ բոլոր կշարքների համար անկախ տարիքից, կարգավիճակից, մենակ եք, զույգով եք, նշանակություն չունի, կարտերի խորհուրդ է կշարքներին հաջորդ շաբաթվա համար։ Ինչ հետաքրքիր կարտ եմ տեսնում ընդհանուր տրամադրությունը։ Հարգելի կշարքներ, շրջանը նշանակում է մատանին, նշանակում է ինչ որ ցիկլ է վերջանում, ինչ որ մի հարց լուծում է ստանում ձեզ համար, այսինքն դուք եթե ինչ որ նպատակ, ինչ որ ցանկություն ունեք, դա կարող է լինել անձնական հարցերի շուրջ, կարող է լինել ֆինանսների հետ կապված, կարող է լինել աշխատանքի հետ, ինչ որ հարց վերջանում է, լուծվում է, հարցը լուծվում է, շրջանը փակվում է, ձեզ համար հարցը լուծվում է եւ դուք զգում եք, որ շատ բավարարված եք զգում, այսպես կարող եմ ասել, որ հարցը լուծեցի։ Ինչ որ մի խնդիր նպատակ ունեք, դուք նպատակին հասնում եք, անկախ նրանից թե ինչին էր վերաբերում։ Մյուս կողմից կարող են լինել մարդիկ, ովքեր ուզում են ամուսնության առաջարկություն անել, մատանի են նվիրում աղջիկներին, կարող են լինել պարզապես մարդիկ, որ նշանվում են, մատանի են դնում, ամուսնության առաջարկություն են անում, սիրո առաջարկություն են անում։ Շատ լավ, ամեն դեպքում դուք զգաք, որ ինչ որ մի բանի հասել եք, այս շաբաթ ինչ որ մի հաջողություն կլինի ձեզ համար հարգելի կշարքներ։ Միայնակների համար տեսնում եմ ձկներ։ Միակարտը, որ գրեթե ոչինչ չի ասում ինձ միայնակների համար։ Միգուցե ինչ որ կասկածամիտ եք ձեր շրջապատի մարդկանց նկատմամբ, կամ մի տեսակ զգում եք, որ հարաբերություններ կան, շփվում եք, բայց ոչ միտեղ ձեզ չեն տանում ձեր հարաբերությունները։ Տեսնենք ինչ կասեն կարտերը։
հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի միայնակշռքներ, ինչու փոփոխություն կլինի ձեր կյանքում, շատ հետաքրքիր փոփոխություն, տեսնում եմ հաջողության, երկու հաջող կարտ եմ տեսնում, հատկապես նրանք, ովքեր շատ վաղուց մենակ էին և վաղուց էին ուզում զույգ ունել, իրականում շատ եք ուզում զույգ ունենալ, ինչ-որ լուր կլսեք ինչ-որ մեկից, ինչ-որ մեկից լուր կլսեք, կամ եթե ինչ-որ մեկի հետ շփվում եք, պարզապես շփվում եք, միգուցե խոսակցություններ էր, պարզապես ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով մեկի հետ դուք մեկ-մեկ առնչվում էիք, բայց ձեր մեջ զգացմունք չկար, բայց միգուցե դուք հավանում էիք իրեն, անկախ նրանից դուք աղջիկ եք թույլ տղա, նշանակություն չունի։ Ոչ մի կերպ հարաբերությունները չեն շարժվում առաջ, իսկ ես տեսնում եմ ինչ-որ փոփոխություն հնարավոր է, ինչ-որ մեկից կարող է ձեզ լուր գալ, կամ կարող է ձեզ լուր գալ ինչ-որ մեկից, որին դուք երբևիցե չեք դիտարկում որպես զույգ։ Պարզապես ինչ-որ առիթ է եղել, ինչ-որ միտեղ մեկին տեսել եք ու հանկարծ ինքը պարզվում է, որ պարզվում է, որ իրականում մարդը անտարբեր չէ։ Գիտեք, կարող է լինել նաև, որ դուք անտարբեր չեք, հենց այդ նույն մարդու նկատմամբ դուք էլ անտարբեր չեք, ուղղակի ձեզ թվում է, թե ինքը ձեզ չի սիրում, դրա համար էլ ոչինչ տեղից չի շարժվում, դուք առաջի քայլ չէիք անում, ինքն էլ ոչինչ չէր անում, բայց ես իրականում տեսնում եմ, որ ինչ-որ բան հնարավոր է, շատ հետաքրքիր, հատկապես նրանք, ովքեր վաղուց են մենակ։ Միգուցե նույնիսկ ինչ-որ մեկի հետ փորձել եք շփվել, դուրս գալ, հետո ինչ-որ բավականին ժամանակ ոչ մի լուր չի եղել, մտածել եք, չէ, չստացվեց, երևի ոչինչ չեղավ, միգուցե չհավանեց, բայց իրականում կարող է լուրը գալ։ Ես հաջող կարտեր եմ տեսնում իմիջիալոջ, երկու շատ հաջող կարտ, հույսով եմ զույգերի համար ինչ-որ դրական փոփոխություն կլինի, հարգելի կշեռքներ։ Ինչ եմ տեսնում զույգերի համար տեսնում եմ ինչ-որ պրոբլեմ կա, տեսնում եմ ճանապարհ, աղջիկը եկել է հասել է ճանապարհի կեսին, այսինքն ուղղությամբ գնում եք, դուք զույգ եք, դուք զույգ ունեք, գնում եք ճանապարհով, դե զույգերը գնում են այն ճանապարհով, որպեսզի ի վերջո ամուսնանան, բայց ես տեսնում եմ ինչ-որ խնդիր է առաջացել և մնացել եք ճանապարհի կեսին։ Ճանապարհի կեսին մնացել եք և պետք է որոշում կայացնեք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, շատ հետաքրքիր։ Ես տեսնում եմ այստեղ, եթե հիշում եք, տեսնում եմ այստեղ ճանապարհ, տեսնում եմ ինչ-որ խոչընդոտ, այսինքն այո, եւ կարող եմ ասել, միգուցե աղջիկն է, գիտեք, աղջիկը նեղվում է, մտածում է, որ հանդիպում ենք, բայց ոչինչ չի լինում։ Ինչն է խնդիրը, ինչն է խնդրեմը, անհանգստանում է, մտածում է, որ հարաբերությունները միգուցե շատ դանդաղ են շարժվում, չեն շարժվում եւ չեն շարժվում, այո, շատ դանդաղ են շարժվում, հետո չեն շարժվում, ինքը մտածում է, որ երևի վերջ, այդ կասկածներն ու վախերն են, անհանգստություններն են։ Ես տեսնում եմ, որ ինչ որ իրականում ինչ-որ բան կպարզվի։ Միգուցե կպարզվի գրքով, թե ինչու էին դանդաղում, ինչու տղամարդը միգուցե չէր շտապ, որտեղ տղամարդ չեմ տեսնում, ես տեսնում եմ այստեղ աղջկա անհանգստություններն են, որ ինչ որ բան չի շարժվում, իսկ ես տեսնում եմ այստեղ տուզ, տեսնում եմ տուզ եւ տեսնում եմ մատանին տրամադրությունը։ Ես կարող եմ ասել, գիտեք, որ միգուցե ստանում եք առաջարկություն, աղջիկներ, կամ միգուցե պարզապես դուք եք շտապում եք, ուզում եք ինչ-որ բան տեղից շարժվի եւ չի շարժվում, միգուցե տղամարդը դեռ պատրաստ չէ, երբ պատրաստ լինի, իրականում ապագայում սպասվում է, որ ինքը ձեզ առաջարկություն կանի։ Ես տեսնում եմ, որ դուք եք անհանգիստ, որտեղ տղամարդ չեմ տեսնում։ Ես չեմ կարող ասել, տղամարդը իսկապես ուզում է, չի ուզում, առաջարկություն պատրաստվում է անել, սա ձեր վախերն ու անհանգստությունները, որտեղ մի հատ աղջիկ եմ տեսնում եւ տեսնում եմ, որ խնդիրը, պրոբլեմը այն է զույգի, որ ուղղակի տեղից չի շարժվում, կանգնել է, տեղից չի շարժվում, իսկ աղջիկն ուզում է, որ շարժվի։ Ես տեսնում եմ հետո հաջող կարտեր, բայց ես տղամարդ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ դուք եք շտապում, հարգելիներս, եւ հույսով եմ ինչ-որ բան իրականում կլինի, միգուցե ինչ-որ լուր կլսեք, կամ միգուցե պետք է որտեղ մատանի էլ եմ տեսնում, դա է ինձ հուշում, որ միգուցե ձեզ համար անսպասելի հանկարծ ձեզ իրականում առաջարկություն անեն, աստա, մի քիչ կասկածելի է ճիշտն ասած, բայց երիտասարդ չեմ տեսնում, անկեղծ ասած, իսկապես երիտասարդ չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ դուք սպասում եք լուրի, ու լավ եմ տեսնում կարտերը, հույսով եմ այդպես էլ լինի, կամ միգուցե ինչ-որ բան պարզվի ձեզ համար, միգուցե կարող է մի շաբաթ առաջարկություն չանեն, այլ մի շաբաթ ուղղակի սկսեք խոսակցություններ եւ տղան ինձ ինչ-որ ձևով լուր հայտնի, միգուցե որ գիտեք, դուք ճիշտ ճանապարհի վրա եք, այսինքն միգուցե առաջ խաղացում լինի, այսինքն շարժվի տեղից, միգուցե տեղից շարժվի։ Ես ուղղակի որ մատանի եմ տեսնում, դա ինձ ասում է, հուշում է, որ երևի թե ինչ-որ մի բան կլինի, որ ձեզ կուրի, լուր կստանաք, որ ձեզ կուրախացնի։ Այսինքն միգուցե երիտասարդը իրականում խոսի իր պլանների, նպատակների մասին, նույնիսկ դեռ եթե մատանի էլ չդնեն, կամ մյուս կողմից հնարավոր է մատանին ամեն դեպքում տեսնում եմ։ Ամեն դեպքում տեսնում եմ, միգուցե արդեն խոսք բացի, ձեզ տանի իր տուն կամ գան մատանի դնեն, աստա, ես շատ կուզենամ։
Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում առաջ խաղացում իրականում եւ մատանիով կարող եմ ասել ինչ որ հարց լուծվում է։ Եթե առաջ խաղացում եք սպասում ձեզ խոստացել էին աշխատանքում պետք է լիներ ինչ որ, չգիտեմ, դրական փոփոխություն աճ, ես տեսնում եմ որ իրականում եթե վաղուց խոստացել էին, ես կարող եմ ասել, հիշում եք, ասում եմ այսպես շրջանը ավարտվում է, այսինքն եթե ինչ որ բան խոստացել էին, հավանաբար հաջորդ շաբաթ կարող են խոստումը կատարել կամ ձեզ հայտնել այդ մասին։ Եթե աշխատանք եք փնտրում, ձեզ խոստացել էին, ձեզ տարբերակը կարող են դիտարկել, հարցազրույց վերցրել էին, ձեզ կզանգենք, տեղյակ կպահենք ու չէին զանգում, իրականում կզանգեն եւ ձեզ հավանաբար աշխատանքի կվերցնեն։ Ամեն դեպքում տեսնում եմ աճ, փոփոխություն եւ ինչ որ համաձայնության եք գալիս։ Հատկապես նրանք, ովքեր վաղուց աշխատանք չունեին, գործերը վաղուց կանգնած էին։ Այո, ձեզ կկանչեն հանդիպման իրականում։ Ես այո, ելի եմ ասում, շատ այսպես կտրուկ կարող է լինել ձեզ համար անսպասելի։ Հատկապես նրանք ելի եմ ասում, գործերը վաղուց կանգնած էին, շատ վաղուց, տեղից չէր շարժվում։ Ես տեսնում եմ, որ գիտեք, դուք իրականում չեք ուզում աշխատանքից դուրս գալ, դուք ինձ թվում է շատ էլ ձեր աշխատանքը ձեզ դուր է գալիս, դուք ինչ որ նպատակ ունեք, շատ էլ կապված եք, ձեզ էլ կարծում որ հավանում են։ Պարզապես ինչ որ խանգարող հանգամանք կար եւ բանալիով կարող եմ ասել, որ լուծում չկար, չէիք կարողանում շարժել, չէիք կարողանում գտնել բանալին, ինչպես կարող եք տեղից շարժել ձեր գործերը։ Ես էլ եմ ասում, ինչ որ առաջ խաղացում էիք ուզում էիք ավելի շատ պատասխանատվություն, տեսնում եմ, ոչինչ տեղից չէր շարժում, չէիք կարողանում լուծում գտնել։ Փորձում եք զրուցել, չէր ստացվում։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ երբ որ դուք փորձեր էիք անում, շատ էիք փորձում, անընդհատ ուզում էիք խոսել, զրուցել, միգուցե պահանջել, չէր ստացում։ Երբ որ դուք շատ ակտիվ էիք, ոչինչ չէր ստացում, հիմա տեսնում եմ ճակատագրով։ Երբ որ դուք մի պահ դադարեք, մտածեք, դե չի ստացում, ոչինչ չեմ կարող անել, երբ որ էլ ոչինչ չանեք, երևի թե ինքն էլ ձեզ առաջարկություն կանեն եւ շատ անսպասելի ձեզ համար։ Սա էլ տեսնում եմ ինչ որ հանդիպում, ժամադրականներ ինչ որ ժողովի են հրավիրում, ինչ որ հանդիպում է տեղի ունենում եւ իրականում կարող է առաջ խաղացում լինել եւ համաձայնության գալ։ Այսինքն նպատակը, որ աշխատանքի հետ կապված ունեք, դուք շատ եք ընկած այդ նպատակի հետևից, ամեն ինչ անում եք, մարդկանց հետ խոսում, պայքարում, փորձում եք հասնել ձեր ուզածին չեք կարողանում հասնել։ Բայց երբ որ արդեն կդադարեք, արդեն մտածում եք, չէ, դե չեղավ, ինստինկտյան իրեն կարող է իրականում ձեզ առաջարկեն, տեսնում եմ մարդիկ, տեսնում եմ կտրուկ կարող է փոփոխություն լինել։ Ասում են, չէ, երբ ինչ-որ բանի հետևից շատ ես վազում, չի ստացում, փախնում է քեզնից։ Երբ որ չես վազում հետևից, ինքն է գալիս քեզ գտնում։ Այդպիսի տարբերակ եմ տեսնում։ Ձեր աշխատանքում ամեն դեպքում տեսնում եմ հաջողություն, հարգելի կշերտներ։ Մի բան նույնիսկ որ դուք շատ վաղուց էիք ուզում եւ չէր ստացվում, կարող է ինստինկտյան հանգարց ստացվել։ Տեսնում եմ լուսին ֆինանսների հետ կապված։ Լուսին նշանակում է ինչ որ կասկածներ, ինչ որ անհանգստություններ։ Միգուցե լրացուցիչ ծախսեր ունեք, բայց չեք կարողանում ծախսերը հոգալ եւ անհանգիստ եք, ինչպես պիտի կարողանաք լրացուցիչ ծախսերը փակել կամ որտեղից լրացուցիչ գումարներ գտնեք, կամ միգուցե վարկ եք ուզում, պայմանավորվածություններ ունեք, կամ միգուցե գումար են պարտք չեն տալիս, անհանգիստ եք, կամ միգուցե դուք եք պարտք չեք կարողանում պարտքը փակել, դուք եք անհանգիստ դրա համար։ Ես ուզում եմ մատանիով ընդհանուր տրամադրությամբ դուք ինչ որ հարց կկարողանաք լուծել։ Դուք կկարողանաք հարցը լուծել, հարգելիներ, շատ դրական կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ էլ հիշում եք ասում եմ, դուք կհասկանաք, որ ինչ որ հարց լուծվել է։ Այս շաբաթ ամեն դեպքում կշերտների համար ինչ որ հարց վերջնական լուծում կստանա եւ շատ դրական ձեզ համար։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում ֆինանսների հետ։ Դրսից էլ եմ տեսնում, դրսից էլ եթե ձեզ եկամուտ էիք սպասում, լուր էիք սպասում կամ գումար էիք սպասում, իրականում լուրը կգա։ Տեսնում եմ նաեւ տղամարդ, տեսնում եմ կին, ասենք կին տղամարդ, ում հետ ինչ խոսում եք, սա խոսում եք, զրուցում եք, ճանապարհը բացվում է։ Դուք անհանգիստ եք, բայց ձեր ֆինանսական հարցերում խնդիր չեմ տեսնում։ Անկեղծ ասած ես չեմ տեսնում հաջորդ շաբաթ ձեզ ֆինանսներ կգան թե չեն գա, բայց ինչ հարց որ ուզում եք լուծել եւ դրսի հետ, դրսի մարդկանց, եթե օտարերկրում մարդ ունեք, որ կարող է ֆինանսական հարց լուծել ձեզ համար, թե ներսում, կին տղամարդ էլ եմ ասում, ով ուզում է լինի, ես տեսնում եմ, որ դուք հաջորդ շաբաթ տեսնում եք, որ հարցը կլուծվի։ Արդեն հասկանում եք, որ որոշակի պայմանավորվածություն կլինի, ճանապարհը կբացվի եւ ֆինանսական հարցը կլուծվի։ Նույնիսկ եթե հաջորդ շաբաթ ֆինանսներ չգան, որտեղ հաջորդ շաբաթ ֆինանս չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ ֆինանսական հարցն եք լուծում։ Ընդհանուր խորհուրդ բոլոր կշեռքների համար տեսնում եմ լաբիրինթոսը մենակ չեմ կարող ասել մենակ լաբիրինթոսով ինչ է։ Ինչու խճճված վիճակ եմ տեսնում որոշ կշեռքների համար։ Ինչ որ հարցում մոլորվել եք, խճճվել եք, լուծում չեք տեսնում։
Կամ անհասկանալի է ձեզ համար, կամ ինչ-որ գործ եք սկսել, չեք կարող, չգիտեք հիմա ինչպես վերջացնել, գտեւ լաբիրինթոսը ինչ է, մտնում եք միտեղ, չէ, մուտք կա, մուտքը հեշտ մտնում եք, իսկ հետո ճյուղավորվում է տարբեր ուղղություններով, եւ դուք չեք կարողանում հասկանալ, թե ինչպես կարող եք դուրս գալ, մտնում եք, դուրս չեք կարողանում գալ, այսինքն ճանապարհը սկսում է, բայց չեք կարողանում հետո կանգնել, չեք կարողանում ինչպես հարցը լուծել, լաբիրինթոսը խճճված վիճակն է, ես հաջորդ կարտը, որ հանեցի, ընկավ սրտի տուզ եւ ընկավ տղամարդ, ինչու մեկը կարող է ձեզ օգնել այդ հարցում միգուցե, ինչու մեկը կարող է ձեզ ուղղություն ցույց տալ, դիմեք ինչու մեկին, մարդը, որը ձեզ շատ հոգի հարազատ է, սա անձնական հարց կարող է, սիրո հարցեր կարող են խճճվել եք, չեք կարողանում հարցի լուծում գտնել, ինչու մեկը կարող է ձեզ օգտակար լինել, եթե դուք մենակ չեք կարողանում հարցը լուծել, մենակ չեք կարողանում այդ լաբիրինթոսից դուրս գաք, անպայման կգտնվի ինչու մեկը ձեզ կօգնի, կարող է լինել ձեր տղան, կարող է լինել ձեր ամուսինը, կարող է լինել ընկեր պարզապես, որի հետ կիսվում եք, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկին դիմեք, կամ չէ մարդիկ, ես մենակ ինքս իմ հարցերը կարող եմ լուծել, եթե չեք կարողանում, խճճվել եք, ավելի լավ է ժամանակ չվատնելու փոխարեն, ամեն դեպքում կարող եք ինչ-որ մեկին դիմել, որտեղ ես տեսնում եմ, որ կա ինչ-որ մեկը կա, որը կկարողանա ձեզ օգնել, հարգելի կշարքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կարիճներին հաջորդ շաբաթ, օգոստոսի 9-ից 15-ը։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ բոլոր կարիճների համար, որպեսզի ոչ մեկին չնեղացնենք։ Միայնակ եք, զույգով եք, տարիքով եք, երիտասարդ եք, նշանակություն չունի։ Տակի ռոմանտիկ տրամադրություն եմ տեսնում, հարգելի կարիճներ որոշ մարդկանց համար, տեսնում եմ սրտի տուզ։ Այսինքն ձեր անձնական սիրային հարցերը առաջնահերթ կլինեն, ձեր մտքում կլինեն անընդհատ։ Հարգելի կարիճներ, կարող են լինել տղամարդիկ, որոնք սիրահարված են, կարող են լինել տղամարդիկ, որոնք սեր են խոստովանում, կարող են լինել աղջիկներ, ովքեր հիշում կամ մտածում են, կարոտում են իրենց տղամարդուն, որը միգուցե հեռու է, կամ տղամարդը ինչ որ անձնական հարց է ուզում լուծել իր համար, տեսնում եք, տղամարդը մենակ կանգնած է, առաջ է նայում, ինչ որ անձնական խնդիր ունի տղամարդը ուզում է լուծել, բայց ես դրական կարտ եմ տեսնում, բացասական ոչինչ չեմ տեսնում, ավելի շատ սիրային թեմաներով են զբաղված լինելու իրենց մտքերը, հա, որոշ կարիճների համար։ Միայնակների համար տեսնում եմ ձկներ։ Ձկները տեսնում եմ շատ մարդիկ կան ձեր շուրջ, բայց իրականում երևի դե մենակ եք, նշանակում է իրականում երևի ոչ մեկի հետ ոչինչ չի ստացվում։ Տեսնենք։ Միգուցե ինչ-որ խոսակցություններ կան, բայց իրականում գործը տեղից չի շարժվում։ Շարժվի, հարգելիներս, ես ինչ հետաքրքիր գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ երիտասարդ, որը սիրահարված է, աղջիկը չգիտել երևի որ երիտասարդը իրեն սիրահարված է։ Տեսնում եմ ինչ որ լուր է գալիս, հերվից է գալիս կամ չգիտեմ, միգուցե ինչ որ ժամանակ հանդիպել են, շփվել են, ճանաչում են իրար, պարզապես աղջիկը չի էլ սպասում, որ ինչ որ լուր կարող է գալ եւ անսպասելի լուր է գալիս, ինչ որ միջնորդել կարող է լինել, տեսնում եմ արև, տեսնում եմ այստեղ է սրտի տուզ, որոշ միայնակ կարիճների համար իմիջիալոց հարգելիներս, կարող է կամ նոր տղամարդ կարող է գալ ձեր կյանք, տղամարդ, որին չեք էլ սպասում, չեք էլ ճանաչում, կամ ինչ որ մեկին ճանաչել եք ինչ որ ժամանակ, մարդը կարող է նորից էլի հանկարծ նորից կարող է գրել ձեզ, պատահաբար նորից գրում է, հա փորձում եք շփվել Եվ իրականում տեսնում ծաղիկներ եմ տեսնում եւ տեսնում եմ արև։ Իրականում կարտերը խորհուրդ են տալիս անպայման գնացեք հանդիպեք։ Եթե ինչ-որ մեկը կա, շատ լավ է չեք ճանաչում, վաղուց չեք շփվել, հա, վաղուց ձեզ մեջ ոչ մի կապ չկար, ինչ-որ մի ժամանակ ճանաչել եք, չգիտեմ, նույնիսկ կարող է շփվել եք, սիրել եք իրար կամ չեք հավանել եք, չեք հավանել, երկար ժամանակ ձեր մեջ կապ չի եղել, կարտերը խորհուրդ են, սա խորհրդի կարտն է, խորհուրդ են տալիս գնացեք հանդիպեք։ Լավ լուր կլինի Սիրո կարտն էի տեսնում, այսինքն միայնակների համար ինչ-որ բան կարող է փոխվել։ Պարզապես էլ եմ ասում, կամ նոր մարդ կգա, կամ կգա ինչ-որ մեկը, որ ինչ-որ մի ժամանակ ճանաչել եք։ Դուք չեք էլ սպասում, աղջիկը տեսնում եք, բոլորովին այլ կողմ է նայում։ Շատ հաճելի ժամանակ կլինի որոշ միայնակների համար հարգելիներս, ինչ-որ մարդ կարող է ձեր
կյանք գալ եւ հանկարծ պարզվի, որ ձեզ սիրում են։ Փոփոխություն եմ տեսնում զույգերի համար, որոշ զույգերի բնականաբար հարգելից բոլորին չի կարող վերաբերել։ Փոփոխությունը կարող է լինել դրական, կարող է լինել բացասական։ Սա կարող է նաև նշանակել ինչ որ բան վերջանում է, հարաբերություններ են վերջանում, կամ ձեր, չգիտեմ, անհանգստություններն են վերջանում, ամեն դեպքում կարող է վերջանալ։ Բայց ամեն վերջ իհարկե նշանակում է ինչ որ մի բանի սկիզբ։ Վերջը միշտ չէ որ վատ է։ Վերջացնում ենք հարաբերությունները, որոնք չեն աշխատում։ Եթե ճիշտ չեն ձեր հարաբերությունները, վերջացնում եք, որպեսզի կարողանաք առաջ շարժվել։ Դե տեսնում եմ վերջնականապես դեռ չեք վերջացել, որտեղ դեռ զույգ եք, սա զույգերի համար եմ նայում։ Ամեն դեպքում ինչ որ փոփոխություն է սպասում զույգերի համար։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Ես կարող եմ ասել փոփոխությունը լինում է, որ վերջանում է։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ պարզապես զույգ եւ բոլոր բացասական կարտերը, որ հնարավոր է։ Տեղից արդեն հարաբերություններ, ես տեսնում եմ, որ տեսեք աղջիկը առաջ նայում է, տեսնում եմ ինչու է աղջիկը որոշել հեռանալ, շատ անհաջող հարաբերություններ են։ Այստեղ կարծես չկա հարաբերություններ, դանդաղ չի շարժում, աղջիկը որոշում է հեռանալ եւ դա կլինի շատ ճիշտ որոշում իր համար։ Տեսեք ինչ բացասական կարտեր։ Տղամարդն է կոնֆլիկտը, տղամարդն է պատճառը։ Բայց ես չեմ կարծում տղամարդը, չեմ տեսնում ինչ որ բան անում է հարցը լուծելու, իրականում ոչինչ էլ չի անում։ Ինքը պարզապես այստեղ պատճառը տղամարդն է եւ ես տեսնում եմ, որ աղջիկը համար դա շատ հաջող է, հարգելիներս։ Գիտեք, սա շատ ճակատագրական պահ է, այսինքն իրականում այսպես էլ պետք է լիներ։ Ես տեսնում եմ, որ այստեղ այս զույգը շատ ցավով եմ ասում, ներող կնեք հարգելի կարիչներ, պարզապես ես ել եմ ասում եմ հանգիստ, որտեղ տեսնում եմ, որ սա լավ է ձեզ համար։ Ես էլ էի ասում, չէ, ես սկզբում ասեցի, ցանկացած վերջ մի նոր բանի սկիզբ է։ Ձեր կյանք իրականում նոր տղամարդ պետք է գա։ Այդ տղամարդը ճիշտ չէր, կոնֆլիկտային մարդ է, տեսնում եք, դուք այսպեսի տղամարդ ձեր կյանքում կամ տղա չեք ուզում։ Սա նորմալ հարաբերություններ չեն, սա անդադ կոնֆլիկտ, անդադ պրոբլեմ կա իր հետ։ Իսկ ես այստեղ տեսնում եմ շատ սիրող գեղեցիկ տղամարդ։ Ձեր կյանք նոր տղամարդ կգա ինչ որ ժամանակ, բայց չի գա նորը, եթե չվերջացնեք հինը։ Վատ հարաբերությունները վերջացնում եք, տեսեք, ես մինչև կարտերը բացելն էլ ասեցի։ Մի բան վերջացնում եք, գեղեցիկ հաջողություն է։ Ձեզ համար այս տղամարդուց հեռանալը մեծագույն հաջողություն է։ Փախեք այդ տեսակ տղամարդկանցից, ովքեր այսքան կոնֆլիկտ են։ Բոլոր բացասական կարտերը դուրս եկան իր պատճառով, իր շուրջը։ Աղջիկը պարզապես հեռանում, ոչ ոչինչ չկար աղջկա հետ կապված, աղջկա մեղքն էլ չէ։ Ձեր կյանք նոր տղամարդ կգա, հարգելիներս, երբ կգա չեմ կարող ասել, բայց ես տեսնում եմ, որ այս ումից որ հեռանում եք, շատ լավ եք անում, շատ դրական կլինի ձեզ համար։ Շատ դրական փոփոխություն կլինի։ Ֆինանսների հետ կապված տեսնում եմ գիրք եւ տեսնում եմ ինչ որ մի բան է փոխվում, ինչ որ նորություն, ինչ որ մի նոր բան կլինի դրական միգուցե աշխատանքի վայրում, կամ միգուցե ինչ որ մի նոր բան պետք է սովորեք աշխատանքի վայրում, ես չգիտեմ, նոր ծրագիր, նոր ամուսնություն։ Կամ միգուցե ինչ որ լուր կասեն, ինչ որ բան կբացահայտվի աշխատանքի վայրում, փոփոխություն, որ դուք չգիտեիք։ Տեսնենք։ Աշխատանքի վայրում իրականում տեսնում են փոփոխություններ, հարգելիներս, տեսնում են փոփոխություն։ Անկախ նրանից ինչ գործ եք անում, նույնիսկ եթե տնից եք աշխատում, նույնիսկ եթե օտար երկրում եք աշխատում, միգուցե նույնիսկ ձեզ եթե գործուղման են ուզում ուղարկել, դա նորություն է, դուք չեք սպասում։ Տեսնում եմ այստեղ օձը, ինչ որ գործընկեր կին է, չգիտեմ, ձեր ղեկավարն է կամ գործընկերուհի է կամ կադրերի բաժնից է, տեսնում եմ այստեղ ճանապարհի կարտը, տեսնում եմ այստեղ տան կարտը, ես չգիտեմ ինչի հետ է կապված, ինչ որ մի նոր օֆիս են ուղարկում ձեզ, տեղափոխություն կարող է լինել, միգուցե ձեզ արտերկիր են ուղարկում աշխատելու, ամեն դեպքում բավական դրական, շատ անսպասելի է ձեզ համար, շատ կտրուկ է, բայց ճանապարհը բաց է։ Ես տեսնում եմ դուք ինչ որ անհանգստություններ ունեք, բայց ես իրականում շատ լավ եմ տեսնում։ Եվ գրքով էլ կարող եմ ասել, գիտեք, ոչ միայն շատ նոր բան կսովորեք, այդ նոր աշխատանքը, նոր առաջարկությունը, եթե ընդունեք, այս փոփոխությունը շատ դրական կլինի, նույնիսկ եթե կամ օֆիս են տեղափոխում, էլ եմ ասում, ձեզ շենքից շենք են տեղափոխում, կամ երկրից են, գործուղման են ուղարկում, ձեզ համար շատ դրական կլինի, եւ ձեր ֆինանսներն էլ դրանից կավելանան, եւ գիտելիքներն էլ կավելանան, ինչ մի նոր բան կսովորեք։ Չէ, դուք անհանգստ եք, ես
տեսնում եմ, բայց ճանապարհը բաց է, իրականում ես կարծում եմ, որ արժի առաջարկություն ընդունել։ Շատ լավ է, աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ինչ փոփոխություններ լինի, ելի եմ ասում, եթե օտար երկիր գործուղման չեն ուղարկում, ինչ որ բան են փոխում ձեզ համար, ելի եմ ասում, օֆիսն են փոխում, եթե տուն եք առնում գնում վաճառում ներողություն, ինչ որ դրա հետ հարցեր են փոխվում։ Ես տեսնում եմ շատ կտրուկ է փոփոխությունը, շատ դրական, նույնիսկ եթե ձեզ համար անսպասելի է, բայց շատ դրական փոփոխություններ եմ տեսնում, աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չկա արգելներս։ Ֆինանսները գալիս են, լուր է գալիս ձեզ ինչ որ ֆինանսների հետ կապված, չգիտեմ, ինչ որ փոփոխություն կարող է լինել, աշխուժություն կգա ձեր ֆինանսներում։ Այ աշխատանքում փոփոխություն է, ինչ փոփոխություն, ավելի ֆինանսներ էր բերում, 10-ով կարող եմ ասել։ Տեսնենք էլ ինչ է փոխվում ֆինանսներում։ Շատ դրական եմ տեսնում ֆինանսներն էլ, հարգելիները, շատ դրական։ Տեսնում եմ այստեղ ինչ-որ խոչընդոտ կար, ինչ որ ֆինանսի հետ կապված հարց եք լուծում, չէր լուծում։ Երկար ժամանակ տեսնում եք խարսխով կանգնած ես չէր շարժում, հարցը լուծում չէր ստանում, ձգձգվում էր, իսկ հիմա տեսնում եք, այստեղ տեսնում եմ կանգնած չի շարժում, սա աշխուժության սկսում է շարժվել դրական ուղղությամբ, շատ գեղեցիկ է։ Կփոխվի ֆինանսական ինչ հարց ունեք, ում հետ, ինչ հարցեր ուզում եք լինել, սա ձեր սիրտը ուրախ, սա էլ ճանապարհը բաց, սա ձեր նպատակ, անպայման նպատակին կհասնեք։ Կանգնել ես չէր շարժում, առաջ էլ եմ ասում, ֆինանսական ինչ հարցեր ուզում եք լինի, ինչ գործարքեր ուզում եք լինի։ Եթե կանգնել ես չէր շարժում, խնդիրը դա էր, որ տեղից չէր շարժում։ Հենց մի շաբաթ շատ աշխուժ կլինի, կսկսի գործը տեղից շարժվել։ Շատ հաջող կլինի, դուք ձեր նպատակին կհասնեք, ինչ էլ լիներ ֆինանսական հարցը, հարգելիներս։ Ընդհանուր կարդ մի խորհուրդ բոլոր կարիճների համար։ Սա առնետներն են, առնետները նշանակում է ինչ-որ բան է վերջանում ձեզ համար։ Սա էլ կորստի կարտն է, ինչ-որ բան պետք է դուք թողնեք, որ տեսեք, եթե ինչ-որ բան պետք է մարդուց հեռանա ճակատագրով, պետք է թողնեք, որ հեռանա, եթե փորձում եք պահել մի բան, որ ձեզ համար չի աշխատում, դա կարող է լինել անձնական հարաբերություն, դա կարող է լինել աշխատանք, եթե չի ստացվում, ինստինկտյան պետք է թողնեք հեռանա, որտեղ ճակատագրի ինքը ավելի ցավոտ կտանի ձեզնից, եթե ինչ-որ բան պետք է գնա, պետք է գնա։ Ես այս շաբաթ միակ խնդիրը հիմնականում տեսնում եի անձնական հարաբերությունների հետ, տղամարդու հետ, նույնիսկ եթե դուք զգացմունքներ ունեք, հարգելիներս, եթե պետք է թողնեք գնա, թողեք գնա, թողեք հինը գնա, վատը գնա, որպեսզի լավը գա, նորսը, սա շատ դրական կարգ իրականում։ Ես տեսնում եմ, որ լավը գալու է ձեզ ի վերջո, բայց նախ պետք է թողնեք հինը գնա։ Նորից եմ կրկնում, սրտի տոզով եթե տղամարդու մասին չասենք, նաև աշխատանք, գործեր, ցանկացած հարցերում, հարգելի կարիճները շատ տաքայրուն են, շատ կրքոտ մարդիկ են, այսինքն շատ եթե կարևոր է ինչ-որ բան ձեզ համար, շատ դժվար եք թողնում ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան ձեզնից հեռանա, իսկ կարտերի խորհուրդն է պետք է թողնեք, որ գնա, մարդը պետք է գնա, ինչ-որ բան պետք է գնա, նպատակ, ցանկություն, որ չէր կատարվում երկար ժամանակ, ուրեմն չպետք է կատարվեր։ Ճիշտը կլինի, որ դուք ինքներդ թողնեք, որ ինչ-որ մի բան գնա։ Բայց եթե ինչ-որ բան ձեզնից գնում է, ինչ-որ մեկը ձեզնից հեռանում է, ճակատագրով է լինում, իրականում դրա տեղը նորը կգա, ձեր սիրտը կլցվի, սրտի տուզը շատ դրական կարդ է, սա է ձեր տրամադրությունը, այսինքն ինչ էլ որ լինում է, ինչ-որ ձեզնից հեռանում է, իրական դուք շատ ուրախ կլինեք դրա համար, եթե սկզբում ցավոտ է դուք չզգաք, որ դրական է ձեզ համար, իսկ հետո դուք կզգաք, կյանքի ընթացքում ժամանակը ցույց կտա, որ իրականում ինչ-որ հեռացեցիք, վերջացրեցիք, շատ դրական է ձեզ համար։ Ես հաջողություն եմ ցանկանում, հարգելի կարիճներ։